Երևան քաղաքի հարևանությամբ Առինջ-Բ թաղամասի 7/19 հասցեում գտնվող այս առանձնատունը պատկանում է Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին և կնոջը Շուշան Ալեքսանյանին։ Կոնջորյանն այս տունը ձեռք է բերել 2024 թվականի հուլիսին։ 2025 թվականի մայիսի 29-ին կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած 2024 թվականի գույքի եկամուտների և ծախսերի հայտարարագրում Կոնջորյանը և կինը նշել են, որ բնակելի տունը ձեռք են բերել 54 միլիոն դրամով, հիպոթեկային վարկով։ Հայեկոնում բանկը Կոնջորյանին և կնոջը 48 միլիոն 238 հազար դրամ վարկ է տվել։ Հավանաբար մնացած 5,7 միլիոն դրամը վճարվել է որպես կանխավճար։ Հայկ Կոնջորյանը բնակելի տունը ձեռք է բերել Միլոն Mining ՍՊԸ-ից։ Այս ընկերությունը պատկանում է Բաբկեն Հովակիմյանին։ Հովակիմյանին պատկանող մեկ այլ ընկերության Միլոն Realty ՍՊԸ-ի տնօրենը Ավետ Կոնջորյանն է, Հայկ Կոնջորյանի եղբայրը։ Դատելով համացանցում առկա լուսանկարներից, Բաբկեն Հովակիմյանը և Հայկ Կոնջորյանը ընկերական հարաբերություններ ունեն։ Պարզելու համար, թե ինչ արժե բնակելի տունը, զանգահարեցինք Միլոն Mining ՍՊԸ։ Աշխատակիցը հայտնեց, որ բնակելի տան 1 քառակուսի մետրի արժեքը 420 հազար դրամ է։ Քառակուսիները ինչքան է։ Բնակելին 180 քառակուսի, այս արժեքը հաշվելու է 180 քառակուսիով։ Բայց դրա մեջ չի մտնում տերասան, հողունինքը, վկայականով 240 անդամ։ Հա։ Հասկանալի է, բայց 180-ի համար է հաշվելու։ Ստացվում է, որ մեկ առանձնատան արժեքը կազմում է 75 միլիոն 600 հազար դրամ, 21 միլիոն 600 հազար դրամով ավելի, քան նշված է Կոնջորյանի հայտարարագրում։ Ինչպես է Հայկ Կոնջորյանը բնակելի տունը ձեռք բերել ընկերության հայտարարածից էականորեն էժան գնով։ Այս հարցն ուղղել ենք Կոնջորյանին։ Կոնջորյանը մեր հարցին չի պատասխանել, միայն նշել է, որ համաձայն հանրային ծառայության մասին ՀՀ օրենքի համարվում է հայտարարատու անձ և ներկայացրել է հայտարարագիր։ Իդեպ, 54 միլիոն դրամը պատահական թիվ չէ։ Համաձայն հարկային օրենսգրքի եկամտային հարկը վերադարձվում է, եթե անշարժ գույքի արժեքը չի գերազանցում 55 միլիոն դրամը։ Դատարանը ժողովրդավարության Այսպիսով, ՔՊ խմբակցության ղեկավարն այս տունը ձեռք է բերել ընկերոջը պատկանող ընկերությունից, շուկայականից էականորեն էժան գնով, իսկ հայտարարագրում նշել է մի արժեք, որը թույլ է տալիս օգտվել եկամտային հարկի վերադարձի արտոնությունից։ Այս պատմության մանրամասները կարող եք կարդալ հետքում։ Մեր հետագա հրապարակումները բաց չթողնելու համար բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին և հետևեք մեզ սոցցանցերում։